Պոեզիայի ակնթարթներ հաղորդաշարը երբևիցե առիթ ունեցել եք դիտելու հանրային հեռուստատեսությամբ եւ ինչ կարծիք ունեք այդ հաղորդաշարի մասին։ Ես ոչ միայն դիտել եմ, այլև միշտ հետևում եմ այդ հաղորդաշարին, մասնագիտությամբ դերասանուհի եմ, բնականաբար ինձ եւ մասնագիտորեն է հետաքրքրում այդ հաղորդաշարը։ Շատ ցանկալի է, որ կան այդ ակնթարթները եւ կուզենայի, որ ավելի հաճախ լինեին եթերում, որովհետեւ այսօր երբ քիչ է կարդում հայ երիտասարդը, անհրաժեշտ է այդ բացը լրացնել նման հաղորդաշարերի միջոցով։ Կուզենայի, որ ավելի ընդգրկուն լիներ, հեղինակներ ավելի բազմազան լինեին, որպեսզի ընդհանուր գաղափար կազմեր հայ երիտասարդը պոեզիայի նկատմամբ։ Խնդրում եմ մի որևէ բան արտասանեք ձեր նախասիրած հեղինակներից։ Ավետիք Իսահակյան կներկայացնեմ։ Անդուն թրջնակս, իմ խեղճ տխուր երկ, դու իզուր թռար իմ սիրող սրտես, գլուխ դնելու մեկտեղ դու երբեք գիտեմ, չես գտնի ինչքան թափառես, այս փուշ աշխարհում քաշ սրտերի մեջ, երգիմ, քեզ համար վայել վայր չկա, դու օտար թրջուն ժարքարերի մեջ, դու կյանք, դու տանջանք, շուրջդ անզգա։ Դիտում եմ եւ շատ հաճելի է եւ գովելի է եւ ողջունելի, որ կան այդ կարգի գրական հաղորդումներ, որը ցավոք շատ քիչ է հեռուստատեսինում եւ ավելի լավ կնի, որ ավելի շատ լինեն, ավելի շատ անդրադառնան պոեզիային, գրականությանը, հայկական երգին, երգարվեստին, պարարվեստին։ Հեյ պարոններ, ականջարեք թափառական աշուղին, սիրուն տիկնայք, ջահել տղերք, լավ ուժդեեք իմ խաղին։ Մենք ամենքս հյուր ենք կյանքում մեր ծննդյան փուչորից, հերթով գալիս անց ենք կենում այս անցավոր աշխարից։ Չէ, ժամանակ չեմ ունեցել, որտեղ առավոտվանից մինչև երեկոյան դուրսնեմ, հաց վաստակելու համար։ Ինքս զոհված եմ մայր եմ, աշխատող ձեռ չունեմ, երկուսեր թոշակառու ենք։ Իսկ պոեզիա սիրում եք, կարող եք որևէ բան արտասանել հայ գրողներից։ Չեմ կարող ասել, որովհետև իմ դարտս ուրիշ դարտ է։ Ես մի հատ արտասանալ գիտեմ, ուզում եք գրեմ, ասեմ, եթե ազատությունը, դա կոչվում է զինվորի մայր։ 18 տարեկան զինվոր տղա ունեցա, 19 անգամ չլրացրեց իմ բալան, բոյին բուսատին կարոտ մնացի, գոնի մի անգամ համբուրեի իրան, արտասունքով իրա գլխի վերքը բուժեի, աշկերը բացեր, մամա ջան ասեր, ես էլ ասեի, ախ, բալա, ջան բալա, ասիլով մնացի, ջան բալա, անտեր մնացի։ Մայրս ուներ ձեռներ բարակ, մամա մատներ երկար ու նուրբ, մաղ մաչքերում գգվող կրակ, այնքան բարի և այնքան սուրբ, աշխատավոր անդուլ ուժիր պահել էր նա հոգին զվարդ, սիրտը քնքուշ սիրև աշխփյուր, արցունքն առատ և անաղարդ, երգեր ուներ պառնիտ բաշճոր, խոսք ու հեքիաթ հազար ու բույր, ցամաքել է սանուշ աղբյուր։ Մեծ այր կողմից կար, բայց կատոս օրակ, բայց գալաղված անհատ։ Պոեզիայի ակնթարթներ հաղորդաշարը երբևիցե դիտել եք հանրային հեռուստատեսությամբ։ Այո, դիտել եմ եւ շատ է դուրս գալիս այդ հաղորդաշարը։ Ծրագրում երբ լինում է այդ վերնագիրը պոեզիայի ակնթարթներ, ես միշտ նշում եմ կատարում եւ կուզեի, որ տևողությունը ավելի երկար լիներ։ Երեք նայել եմ Աստվածամայր հաղորդումը, շատ հաճելի էր օրինակ։ Դիտել չեմ դիտել, բայց ես լսում եմ միշտ, որովհետև ստացվում է այնպես ու տելևիզոր հակառակը ունա, ես միշտ նկարում եմ, բայց այդ հաղորդումները լսում եմ, շատ հաճելի է, թեկուզ ես լսել, ասենք, ես կուզեի, որ ասենք ավելի շատ նման հաղորդումներ, որովհետև այժմ ինձ թվում է շատ քիչ են նման հաղորդումները։ Վերնագիրը արդեն շատ ուրախացնում է ինձ։ Այո։ Շատ ուրախ կլինեմ, որ ասենք երիտասարդությանը ավելի ակտիվ ձևով այդ հաղորդմանը մասնակից դարձնենք։ Առանց պոեզիայի դատարկ հոգով մարդը ում է պետք։ Ողջունում եմ ձեր հաղորդաշարը։ Հաղորդումը ճիշտ է, շատ կարճ է, թերևս ակնթարթներ կարճ է տևում, բայց շատ հաճելի է, օգնում է թողնել այդ լարվածությունը, նյարդերդ մի տեսակ թուլանում են եւ լիարժեք հանգիստ ես ապրում, այսինքն այնքան հաճելի է լսել պոեզիան, ոչ թե նրա համար, որ ես ինքս էլ բանասեր եմ եւ պոեզիային շատ մոտ կանգնած մարդ, այլ իսկապես շատ հաճելի է լսել եւ վայելել այդ անդորը, մի տեսակ վրատ անդոր է իջնում եւ հոգիդ բարուրվում է հանգստությամբ։ Ասում են, թե առանց սիրո կարելի է մեկտեղ ապրել։ Ես շղթում եմ, կարելի է չմահանալ,
ոչ թե ապրել։ Հանրային հեռուստատեսությամբ երբևիցե առիթ ունեցել եք դիտելու պոեզիայի ակնթարթներ փոքրիկ հաղորդաշարը։ Այո։ Եվ եթե դիտել եք, ինչ կարծիք ունեք, ինչ ցանկություններ ունեք։ Շատ լավ կարծիք ունեմ, իմիջիայլոց շատ լավ տոնայնություն, լավ արտասանում է։ Ես կուզենամ, որ շարունակվել է այդ հաղորդումները, միշտ լինի։ Կարող եք որևէ բան արտասանել։ Մեծ բավականություն ենք ստանում հաղորդումը նայելիս։ Պարզապես պոեզիայի ակնթարթների այդ ժամանակահատվածը շատ քիչ է, ճիշտ է ակնթարթներ է կոչվում, բայց կուզենք, որ ավելի հաճախակի եթեր տրվեր եւ տևողությունը մի քիչ երկար լիներ։ Եվ կուզեի հաղորդման ընթացքում ավելի շատ մարդկանց տեսնել։ Մարինա Հովանիսյանն է հաճախակի արտասանում, ասմունքում, եւ ինձ շատ դուր է գալիս։ Ես էլ եմ շատ սիրում պոեզիա եւ հաճախակի եմ կարդում եւ շատ սիրում եմ։ Եվ ուզում եմ, որ ավելի շշուտ դուրս գան եթեր։ Պոեզիա նայելիս մի տեսակ հանգստանում ես եւ շատ լավ կլիներ, եթե ավելի հաճախակի եթեր դուրս գար այդ հաղորդումը։ Չես կարող պոեզիա չսիրել։ Շատ եմ սիրում այդ հաղորդումը։ Պոեզիա գրականություն սիրելով հանդերձ կարող եք մի քանի տող պոեզիա արտասանել մեզ համար։ Շատ գիտեմ, բայց ստացած հիմա ոչինչ միտքս չի գալի։ Մեծ հաճույքով եմ դիտում ես հարսս աղջիկս տղաս։ Նույնիսկ թորնիկս։ Այո, դիտել եմ այդ հաղորդաշարը, շատ հաճախակի հայտնվում է էկրաններին, շատ լավ հաղորդաշար է, ինձ դուր է գալիս, ցանկալի է, որ պոեզիայի ակնթարթները դառնան պոեզիայի ժամեր, որովհետև մեր այսօրվա իրականությանը շատ պակասում է պոեզիան, շատ պակասում է ռոմանտիկան, շատ կուզենայի, որ շատ ավելի տեղ գտներ պոեզիան մեր այսօրվա հեռուստատեսության մեջ։ Դու ես դիտում պոեզիա։ Այո, ես էլ եմ դիտում եւ շատ հաճախակի, շատ լավ հաղորդում է եւ կցանկանայի, որ ավելի հաճախակի այն ցուցադրին հեռուստաընկերությունը։ Եվ քանի որ պոեզիա հաճախակի եք դիտում, ոչ միայն դիտում եք, այլ նաև շատ սիրում եք պոեզիա, գրականություն, այ ինքներդ որևէ բան կարող եք արտասանել այսօրվա մեր հաղորդման համար։ Այո, կարող ենք Տերյանից արտասանեմ։ Ես ու դու էլ շղթայված ենք իրարում, կարոտավառ երազում ենք միշտ իրար հետ, բայց միշտ բաժան եւ հեռու աստղերի պես, եւ հարազատ, եւ օտար։ Ես եւս կարտասանեմ Դուրյանից լճակը։ Ինչու ապշած են լճակ եւ չեն խայտյար քվայլակ, միթե այլվուտ մեջ անցկավ գեղուի մնայեցավ, եւ կա միթե գզմայլին, այլակը տեխնիկա պուտին, եւ այն ամբողջ լուսապթիտ, որ նման են փրփուրքիտ։